Նույն տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Ասատրյանին։ Պարոն Ասատրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, բարև ձեզ։ Հայաստանի վարչապետը երեք մի շարք հայտարարություններ արեց, որոնք մտահոգություններ են առաջացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, մասնավորապես ԵԱՏՄ-ի հետ կապված վարչապետն ասում է, որ եթե խնդիրները արագ չլուծվեն, Հայաստանը առաջացած խնդիրները կհաղթահարի, իսկ ԵԱՏՄ-ն ոչ, եւ դա կլինի այդ կառույցի վերջի սկիզբը։ Երկաթուղու հետ կապված էլ ասում է, որ այն մեր սեփականությունն է եւ Հայաստանը ինքը պետք է որոշի ինչպես օգտագործի եւ սրան այլընտրանք չկա։ Հիմա վարչապետի այս հայտարարությունները ներսի արձագանքներից սկսենք, հետո կանդրադառնանք դրսին անպայման մտահոգություններ են առաջացրել Գագիկ Ծառուկյանի մոտ, Նարեկ Կարապետյանի մոտ, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների մոտ, նրանք ասում են նոր թշնամություն է հրահրում, ցնցումների է տանելու երկիրը։ Դուք մտահոգություններ չունեք, արդյոք այս հայտարարությունների հետ կապված խնդիրներ չեք տեսնում։ Շատ լավ հարց եք տալի։ Ես սկսեմ վերջից։ Ձեր մատնանշած քաղաքական ուժերը, որ իրենց մտահոգություններն են հայտնում, դա շատ նորմալ է, որովհետև այդ երկու քաղաքական ուժերը ի սկզբանե սպասարկել են Ռուսաստանի Դաշնության շահերը Հայաստանում, եւ շատ նորմալ է, որ նման մտահոգություններ են իրենք հայտնում, որովհետև դա այն ինչ որ ասում է վարչապետը, դա տարբերվում է Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականությունից։ Հենց որ դա եկեք շատ չկարևորենք, դա սպասելի է, շատ նորմալ է։ Իսկ ինչ ասում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, դա պարզ ճշմարտություններ են։ Այսինքն ինչ է նշանակում, որ մի տնտեսական կառույցը, որ ստեղծվել է, որպեսզի ապրանքները ազատ տեղաշարժվեն, կա սահմանափակումներ ինչ որ մի երկրի նկատմամբ։ Դա աբսուրդի ժանրից է եւ վարչապետը ճիշտ է ասում, որ եթե նման քաղաքականությունը շարունակվի, դա կնշանակի, որ տվյալ տնտեսական միավորումը կենսունակ չի գործում։ Չի կա, այսինքն ինչ տարբերություն Հայաստանը անդամ է, թե անդամ չի ԵԱՏՄ-ի։ Ապրանքները չեն գնում ԵԱՏՄ-ին վաճառվում։ Եվ ստե ես ուզում եմ մատնանշել, որ վարչապետը հայտնեց, որ մանրամասներ ներկայացրեց Ռուսաստանի ղեկավարի հետ իր խոսակցության բնույթը եւ հայտնեց, որ իրենք բարձրացրել են այն հարցը, որ պետք է դադարեցվեն այդ սահմանափակումները, այսինքն այստեղ ֆիքսվել է այն հանգամանքը, որ այն արգելքները, որ կա հայկական ապրանքների, դա ֆիտոսանիտարական արգելքներ չեն, այրանք բացառապես քաղաքական արգելքներ են եւ ինքը կոչ էր անում Ռուսաստանի ղեկավարությանը վերացնել այդ արգելքները, այսինքն ֆիքսենք, ոչ թե քաղաքական հարցը հայկական կողմը տարավ քաղաքական դաշտ այդ հարցը եւ այստեղ մենք պետք է սպասենք Ռուսաստանի արձագանքին, բարձրագույն ղեկավարության արձագանքին, որտեղ այսօր արդեն եղավ որոշ պաշտոնյաների արձագանքը, որ Հայաստանը շատ կզղջա եւ նաեւ շատ ինքը ԵԱՏՄ-ը սպասարկում է Հայաստանի շահը եւ նաեւ գազի գնի մասին խոսակցությունը գնաց եւ երկաթգծի մասին խոսակցությունը գնաց այդ ռուսական կողմը արդեն սկսեց հակադարձել, բայց ես առաջարկեի սպասել, վարչապետի կամ նախագահի մակարդակով հայտարարություններին, տեսնենք զարգացումները ինչպես կգնան։ Դուք ասում եք Ծառուկյանի եւ Նարեկ Կարապետյանի մտահոգությունները հասկանալի են, բնական են, հաշվի առնելով, որ նրանք ռուսամետ ուժեր են եւ այդ մասին ինքը Պուտինն էլ է հայտարարել, ամեն դեպքում Ռուսաստանի հետ թշնամությունը որքանով կարող է անհանգստացնել Հայաստանին եւ արդյոք Հայաստանը կկարողանա դիմադրել կամ այդպիսի երկրի հետ թշնամություն հաղթահարել։ Ցանկացած թշնամություն Հայաստանի համար ձեռնտու չի, անկախ նայած դա Ռուսաստանն է, թե հարևան որ այլ երկիրն է կամ հեռավոր որ այլ երկիրն է։ Թշնամությունը դա վնասներ է կրում։ Հայաստանը պետք է մտնի պրագմատիկ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը միշտ ընկալել է ոչ միայն Հայաստանը, այլ հետխորհրդային այն բոլոր հանրապետությունները, որպես ոչ այնքան պետություններ մարզեր, այսպես ասած, որտեղ իրենց ազդեցությունը անսահմանափակ է եւ այդ մարզերը, այդպես կոչեցել մարզերը, պետք է ենթարկվեն Ռուսաստանի քաղաքականության եւ Ռուսաստանի կամքին։ Այն ինչ որ հիմա տեղի է ունենում, դա չի տեղավորվում իրենց քաղաքականության մեջ եւ այո, իրենք ներկայացնում են դա որպես թշնամանք, բայց դա թշնամանք ես չեմ տեսնում, դա պրագմատիկ
քաղաքականություն է Հայաստանը փորձում վարել, ներկայիս իշխանությունների ասած դիվերսիֆիկացիա է ուզում անել, այլընտրանքներ է ուզում բերի Հայաստանի Հանրապետությանը, բայց սա պրագմատիկ քաղաքականություն է, որտեղ որ հայկական շահն է, այնտեղ մենք պետք է համագործակցենք։ Վերադառնալով Ռուսաստանի ճնշումներին, ես ասեմ, որ մի քանի օր առաջ նաև Լիտվայի նախկին նախագահն էր խոսում, որ ժամանակին, երբ որ գազային պայմանագիր էին կնքում Ռուսաստանի հետ, եթե չեմ սխալվում 2008 թե 9 թվականներն էր, նախագահը ներկայացրեց, որ դա ոչ միայն պայմանագրի մասին էր խոսակցությունը, իրանք ռուսական կողմը հայտնել, եթե դուք ուզում եք շահավետ գազ մատակարարվի Լիտվա, այս պայմանները պետք է կատարեք։ Մի հատ հսկայական ցանկ էր, որտեղ այդ ցանկը ոչ առևտրային ցանկ էր, գործնական ցանկ էր, այլ ցանկ էր, որպեսզի ինչպես Լիտվային ենթարկվածնել եւ շատ ի պատիվ Լիտվայի իշխանություններին իրանք շատ լավ հասկացան եւ եզրակացություն արեցին եւ իրենք առաջինը Բալտիկ ծովի ափին կառուցեցին հեղուկ գազի տերմինալները եւ Լիտվան շատ արագ ստացավ անկախությունը ռուսական գազից եւ կարծում եմ ես Հայաստանը նույնպես այդ ոլորտներում պետք է այդ ճանապարհով գնա եւ Հայաստանը օրիգինալ չի այդ հարցերում նման ճանապարհով է անցել համարյա բոլոր հետխորհրդային հանրապետությունները, դա Մոլդավիան, Ուկրաինան, Միջինասիական որոշ երկրները Ուզբեկստանն էլ նույնպես սահմանափակումների մեջ ընկել, Ադրբեջանն է ընկել, նաև ասեմ որ Թուրքիան է ընկել նույն պատժամիջոցների տակ, եթե հիշում եք ժամանակին, որ սրվեց հարաբերությունները Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կործանիչի խոցելու հետ կապված, լոլիկներն էր արգելվում Թուրքիա, բայց այդ ամեն ինչը հաղթահարվեց եւ անցավ, այսինքն այդ գործիքակազմը, որը որդեգրել է Ռուսաստանը, չի գործում, բայց իրենք համառ շարունակում են այդ գործելավոճը իրականացնել, դա չի բերում այն արդյունքների, հակառակը այն երկրների հանդեպ, որ դա կիրառվում, այդ երկրները ավելի են հեռանում Ռուսաստանից։ Ես զարմանում եմ, որ հիմա նույնպես կիրառվում են Հայաստանի հանդեպ այդ գործելավոճը, ես կարծում եմ Հայաստանը ավելի օրեցօր հեռանում է եւ վերադառնալով ձեր հարցին, դա թշնամանք չի, սա պրագմատիկ քաղաքականություն է, որը փորձում է Հայաստանը կիրառվի եւ ես համոզված եմ, որ Հայաստանի մոտ կստացվի։ Գազի մասով իդեպ ես ուզում եմ անպայման նաեւ հեռուստադիտողներին տեղեկացնել, որ մեր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը օրերս Թեհրանում էր եւ ըստ էության հայտարարեց, որ Իրանից ունենք առաջարկ կրկնապատկելու ներմուծվող գազի ծավալները եւ սա կարող է լուրջ խթան հանդիսանալ, որպեսզի մենք չվախենանք ամեն դեպքում հնարավոր թանկացումներից գազի գնի։ Իհարկե, ասենց ասեմ, Իրանից եկող գազի քանակությունը եթե ավելանա, ամբողջովին չի բավարարի Հայաստանին միանշանակ, որտեղ ժամանակին մենք ունեցել ենք ղեկավարներ, որոնք այն տրամաչափի խողովակը, որ պետք է անցկացվեր եւ ալտերնատիվ լիներ ռուսական գազի, այնպես արեցին, որ այդ խողովակը կրկնակի անգամ փոքր եղավ եւ վերջում էլ հանձնվեց Ռուսաստանի Դաշնությանը այդ խողովակը։ Կարծում եմ Իրանի հետ կապված այս այցը մեր կառավարության անդամի շատ կարևոր էր, նաև այն ֆոնին, որ Իրանը ամերիկյան Միացյալ Նահանգների հակամարտությունն է ընթանում, բայց համաշխարհային մակարդակով կա կոնսենսուս այն առումով, որ Հայաստանը կարող է Իրանից գազ ներմուծել եւ կրկնապատկել իր քանակները, որտեղ Հայաստանը այսօր դրությամբ կարևորագույն օղակ է դարձել արևմուտքի համար, արգելողներ այդ Իրանի հետ կապված արևմուտքներ եւ արևմուտքը շատ լավ հասկանում է, որ կենսական նշանակություն ունի գազը Հայաստանի համար եւ այն Ռուսաստանի ճնշումները, որ կա, Իրանը այստեղ հանդիսանում է որպես ալտերնատիվ։ Եվ այո, կա կոնսենսուս եւ ես կարծում եմ, որ Հայաստան-Իրան հարաբերություններում այդ գազի քանակները մենք կավելացնենք, նաեւ այսօր հայտարարություն արեց Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը, որ Իրան-Հայաստան միջպետական երկրորդ էլեկտրահաղորդման գիծը մինչև տարվա վերջ հնարավոր է, որ ավարտվի, եթե ոչ մի ֆորս-մաժորային երևույթներ չլինի, դուք գիտեք տասնամյակներով է այդ շինարարությունը ընթանում, այո, շատ զավեշտալի եւ անգամ ծիծաղալու չի արդեն, բայց կառավարության ներկայացության
խոսքերից այս տարի կավարտվի այդ շինարարությունը եւ դա հնարավորություն կտա նաեւ էլեկտրոէներգիայի առումով կրկնապատկել հոսքերը Հայաստանի եւ Իրանի էներգոհամակարգերի միջեւ, որը լրացուցիչ դիվիդենդներ է եւ գումարներ է Հայաստանի համար։ Պարոն Ասատրյան, դուք իհարկե անդրադարձաք Ռուսաստանի արձագանքին եւ ես ձևակերպում եի հարցը դրսի անհանգստությունների կամ մտահոգությունների մասով հենց նկատի ունեի Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի խոսքերով իրենք բավարար չափով ներդրումներ կատարել են երկաթուղում եւ եթե երկաթուղու հետ կապված պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, ապա մեր ներդրողին վնաս հասցվի եւ արդյունքում վնաս հասվի, իրենք հիմքեր կունենան պահանջելու դրա փոխհատուցումը 30 միլիարդ ռուբլու մասին է խոսքը, երբ այդպիսի պահանջ հնչի Ինչ է կարծում, նորմալ է կկարողանանք մենք, այսինքն Ռուսաստանի այս սպառնալիքները չեզոքացնել կամ կարողանալ հարցը այնպես լուծել, որ դրանից չվախենանք մենք պարզապես։ Ես կարծում եմ նախարար Ռեշետնիկովը պարզապես հակադարձում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ Նիկոլ Փաշինյանը երեք 2 միլիարդի մասին էր խոսում, որ 2 միլիարդի կարող ենք կոմպենսացիա ուզել Ռուսաստանից, ինքն էլ իրենց կողմից հակադարձում է, ես կարծում եմ սա թվերի կռիվ է, թե այս երկու հայտարարությունների մեջ չկա բովանդակություն եւ չկա հիմքեր, շատ նորմալ է, որ ռուսական կողմը փորձում է հակադարձել եւ ներկայացնել այնպես, որ ռուսական կողմը կատարել է իր պարտավորությունները, բայց այն ինչ որ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեսնում են իրենց աչքերով ինչ է կատարվում երկաթգծում գործերով, մենք հասկանում ենք, որ այդ ներդրումները ընդհանրապես ֆիկցիա է, այսօրվա դրությամբ երկաթգիծը Հայաստանի ամենահետամնացն է տարածաշրջանում, կարծես թե ոչ մի բան չի փոխվել խորհրդային միությունից հետո, շատ անգամ վատացել է, որտեղ ուղիներն են պակաս է, իսկ որակի առումով ընդհանրապես խոս չի կարող գնալ, եթե շատ հեռու պետք չի գնալ, նույն հարևան Վրաստանում կարող են գնալ եւ տեսնել Վրաստանի երկաթգիծը ինչպես է գործում եւ ինչ մակարդակի է եւ համեմատությունը ամեն ինչ ասում է եւ կարծում եմ, որ հարավ-կովկասյան երկաթգիծը, որ ի սկզբանե նպատակ է ունեցել ընդհանուր վերցնել հարավային Կովկասը եւ այսինքն գնել եւ վրացական երկաթգիծը եւ ադրբեջանական երկաթգիծը դա չի ստացվել, չի ստացվելու, մնացել է Հայաստանով եւ իրենք շատ մեծ ջանքեր չեն դրել, որ զարգանա մեր հայկական երկաթուղին եւ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Չէ, շարունակեք, ես Եվ միանշանակ այդ հարցը պետք է բարձրացվի, որպեսզի այդ կոնցեսիոն պայմանագիրը ինչ որ ձևով դա Ռուսաստանից վերցի, որտեղ դա նաև բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, հաշվի առնելով TRIP նախագիծը։ հարցս այսպես ձևակերպեմ, գործը հասնելու է այդ արբիտրաժ։ Ինչ է կարծում։ Ես կարծում եմ ցանկացած սցենարներ կարող են լինել։ Դա կախված է հիմնականում Ռուսաստանի պահվածքից, Ռուսաստանում ընթացող գործերից եւ Ռուսաստանի կամքից։ Տեսեք, մենք շատ անգամ խոսում ենք, որ այլ ոնց կարող է լինի զվարթնոցում, որ սահմանապահները ռուսական կային, այլ ոնց կարող են Հայաստանը դիմի եւ Ռուսաստանը համաձայնվի, որպեսզի այդ սահմանապահ ուժերը դուրս գան զվարթնոցոթավարանականից։ Հայաստանը դիմեց, իրենք դուրս եկան։ Շատ սահուն ես ձեզ ասեմ, ի զարմանս ինձ եւ ի զարմանս շատ բոլորին։ Եվ ես կարծում եմ, որ շատ հնարավոր է, որ երկաթգծի հետ կապված ինչ որ մի իրավիճակ ստեղծվի, որ Ռուսաստանը շատ հանգիստ հրաժարվի այդ կոնցեսիայից։ Դա կախված է ընթացիկ աշխարհաքաղաքական իրադրությունից, որտեղ դա միայն Հայաստանի եւ Ռուսաստանի հարցը չէ, այստեղ գլոբալ հարց է։ Ինչպես ասացի, TRIP նախագիծն է այստեղ նաև ի հայտեք է եւ այստեղ բազմաթիվ գործոններ կարող են աշխատել եւ այդ հարցը հանգուցալուծվի օգուտ Հայաստանի, հույսով եմ։ Հուսանք։ Պարոն Ասատրյան, հիմա Փաշինյանի իշխանությանը ինչպիսի աշխատանք է սպասվում, հաշվի առնելով, որ Ռուսաստանը ամեն դեպքում իր այս դիրքորոշումը շատ կոշտ է արտահայտում, այսինքն կառուցողական չէ, ամեն դեպքում այս պահին մենք կարող ենք ասել, որ նրանց դիրքավորումը կառուցողական չէ, եւ նոր խորհրդարանում էլ կա առնվազն 2 ռուսամետ ուժ, այսինքն ընդդիմությունը Ռուսաստանի շահերին է հակված ծառայելու։ Ինչպիսի աշխատանք է սպասվում Փաշինյանը։ Շատ ծանր, ես ձեզ ասեմ, շատ բավականին մեծ աշխատանք պետք է անի Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը։ Ինչ վերաբերում է ազգային ժողովին, ազգային ժողովը կարելի է անվանել հին նոր ազգային ժողով, նոր է, որովհետև նոր ժամանակահատվածի համար է, հին է, որովհետև ինքը իր բովանդակությամբ եւ բնույթով եւ իր խոսույթով հինն է լինելու, կրկնելու է նախորդ խորհրդարանը, որտեղ այնտեղ ներկայացված են, ինչպես ասացիք, ռուսամետ ուժերը եւ բալանսավորող իշխանությունը, ոչ մի բան չփոխվեց։ Կարելի է ասել, որ հայ քաղաքական միտքը չունեցավ ճեղքում այս ընտրություններին եւ մնաց նույն խորհրդարանը, մենք լսելու ենք նույն խոսույթը, որը ոչ արդյունավետ է, որը ոչ մի օգուտ չի բերում Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Իսկ բովանդակության առումով ես կարծում եմ բավականին թույլ խորհրդարան է, որովհետեւ առաջի ընդդիմադիր ուժը բավականին ապաքաղաքական ֆրակցիա է, այնտեղ ֆրակցիան կազմված է որոշ այլ քաղաքական ուժերից մարդիկ, որոնք եկե միացել են ուժեղ Հայաստանին եւ հիմնական պատգամավորները դա Սամվել Կարապետյանի բիզնես պրոյեկտների ներկայացուցիչներն են, որոնք մինչև այս խորհրդարանական ընտրությունները ոչ մի ձևով աչքի չեն ընկել իրենց քաղաքական գործունեությամբ։ Այսինքն բավականին թույլ խորհրդարան ենք մենք տեսնելու, նաեւ ես կարող եմ ասել, որ նոր հավանական խորհրդարանի ղեկավարը Ռուբեն Ռուբինյանը ինքը ավելի կոշտ գծի քաղաքական ավելի կոշտ քաղաքական գծի կողմնակից է եւ ես կարծում եմ այս խորհրդարանը մի դարպասի խորհրդարան ֆուտբոլ են խաղալու հակադարձելու շատ բաներ չեն ունենալու փորձի եւ հմտությունների պակասի ընդդիմության պակասի հետևանքով այնտեղ կա Հայաստան դաշինքը, որտեղ շատ փոքր ներկայացություն ունեցի, բայց այնտեղ կան կարկառուն դեմքեր,
որոնց ձայները մենք կլսենք, բայց դրանք ոչ մի էական ազդեցություն խորհրդարանի աշխատանքին չեն ունենալու։ Այսինքն գետնի վրա չեն կարողանալու էական խոչընդոտ հանդիսանալ գործող իշխանության դեպի արևմուտք ծրագրերի իրականացման առումով մենակ է մնացել եւ իրենց ճաշակով են գնալու, հա, իրենց քաղաքականությունը վարելու, որը այդքան էլ ցանկալի չէր, որ այս ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունենային, իսկ կառավարությունը պետք է գործի շատ արագ, որտեղ իրադարձությունները ընթանում են բավականին արագ եւ այստեղ այն հնարավորությունը, որ բացվել է Հայաստանի համար, իդեպ վարչապետը երեքներ ասաց, որ այդ ԵԱՏՄ-ի հետ խնդիրները ոչ թե ճգնաժամ է, այ Հայաստանի Հանրապետության համար դա հնարավորություն է, ես ամբողջովին համաձայն եմ իր հետ, սա հնարավորություն է, որ Հայաստանը շատ արագ դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը եւ այս ագրարահումքային վիճակից, որը տասնամյակներով հայկական տնտեսությունն է ունեցել, դա դուրս գա եւ ավելի հետաքրքիր ճյուղեր զարգանան Հայաստանում, հաշվի առնելով այն, որ Արևմուտքի եւ Եվրամիության դռները բացվել են Հայաստանի համար։ Դուք շատ լավ գիտեք, որ բարձր տեխնոլոգիաների առումով Միացյալ Նահանգները արդեն լուրջ ներկայություն ունեն Հայաստանում, կառուցվել է Firebird ընկերության առաջի տվյալների կենտրոնի կառույցը եւ հիմա երկրորդն է արդեն կառուցում, որը մի քանի անգամ ավելի մեծ է առաջինից, դա շատ լուրջ խթան է Հայաստանի համար, տեխնոլոգիապես զարգանալու համար, նաեւ Ուրսուլա ֆոն դեր Լայնի հայտարարությունը, որ Եվրամիությունը ամբողջովին աջակցում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան եւ առանց մաքսային турքերի հայկական ապրանքները կարող են այս ժամանակահատվածի համար մուտք գործել Հայաստան, դա բացառիկ հնարավորություն է Հայաստանի Հանրապետությանը գնալ նոր շուկաներ ձեռք բերել եւ այստեղ կառավարությունը պետք է շատ կարեւոր գործ իր գործառույթը անի, այդ սերտիֆիկատման գործընթացը, այդ նոր լաբորատորիաների հիմնելու գործը եւ այդ լոգիստիկ հնարավորությունները, որ պետք է ընձեռնի մեր տնտեսվարող սուբյեկտներին, որոնք պետք է մտնեն շուկա եւ այդ փորձի փոխանակումը նույնպես կառավարությունը պետք է ապահովի, որ մարդիկ երբեք չեն շփվել եվրոպական շուկաների կամ արաբական շուկաների հետ, իրենց պետք է ուղղություն տալ, թե ինչպես մտնել այդ եվրոպական շուկաներում։ Շատ լավ։ Ալիև-Պուտին հեռախոսազրույցին էլ եթե ունեք վերլուծություն, կխնդրեմ անդրադառնաք, նրանց խոսակցության անհրաժեշտությունը համարվում է բնական, ասում են նորմալ էր, որ նրանք եւս անհրաժեշտություն տեսան խոսելու, ինչ է կարծում, ուղիղ կապ ուներ մեր խնդիրների հետ։ Միանշանակ կապ ուներ, եթե չեմ սխալվում, այդ զանգը եղավ անմիջապես Պուտին-Փաշինյան հեռախոսազանգից հետո, այնտեղ շուտ հետաքրքիր խոսակցություն գնաց լրատվական դաշտում, թե ով է զանգել, ադրբեջանական կողմը ասաց, որ դա Ռուսաստանի նախաձեռնությունն է եղել, ռուսական կողմն է ուզեցել կապնվել Ադրբեջանի հետ, ռուսական կողմը ընդհանրապես չակնարկեց, թե ով հետ է կապնվել, դա շատ կարևոր հարց է դիվանագիտական առումով, թե ով զանգել, բայց իրողությունը նա է, որ կարծում եմ, որ ռուսական կողմն է նախաձեռնողը եղել, բայց սակայն մենք դետալները չգիտենք, թե ինչի մասին է խոսակցությունը գնացել, այն ինչ որ հրապարակվեց դա պրոտոկոլային տեղեկություններ, տակը ինչ է եղել, շատ կդժվարանամ ես ասել, որովհետև ոչ մի ինֆորմացիա չկա, այստեղ միայն ենթադրության հարթության վրա է այստեղ, ես զերծ կմնամ ինչ որ որովհետև ենթադրություններ անելու։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Ասատրյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։